Անդին միջունացած հրամատում զինվորները Արցախացին ամանորն են դիմավորում զինվորները Արցախացին ամանորն են դիմավորում Եվս 365 օր ու գիշեր թաթախված հայ զինվորականի քրտինքով ու արյամբ հարուստ մակարոններով ու հերոսականությամբ իմաստավորված հաղթանակներով ու անդառնալի կորուստներով վերենացվում տարեգրության եւ ամրագրվում ազգի հիշողության խորքերում դառնալով արևի տակ մեր տեղը անսասան պահելու վճռականության եւ հայոց զինական կորովի խոսում վկանները Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Պաշտպանության բանակի հիմնական խնդիրը դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Բանակի մարտական պոտենցիալի բարձրացումը, որը իր մեջ ներառում է ինչպես զորավարքային պատրաստականության ամրապնդում, առաջին գծի ամրապնդում, զորքերի եւ ազնագազմի պատրաստություն եւ ինչու՞ չէ նաեւ սպառազության ռազմական տեխնիկայի թուրքինքային ապահովման հարցերի կանոնակարգում եւ լուծում։ Այս գործով բոլոր գործառույթները Պաշտպանության բանակը իրականացրել է եւ տարբերություն մնացած տարիներին այս տարի Պաշտպանության բանակի խնդիրը կապված առաջի գծի լարվածության հետ որոշակի բարդություններ է ունեցել հակառակորդի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների դիպուկահարային պատերազմի ընթացքում մենք պարտադրված ենք եղել մի քիչ ավելի մեր ծառայություն իրականացնել լարված իրավիճակում, ինչը կարծում եմ հաջողությամբ Պաշտպանության բանակի զինծառայողները իրականացրել են։ Խոսել 2014 թվականի մասին միանշանակ գնահատականներով հնարավոր չէ։ 94 թվականի զինադադարից 20 տարի անց առավել քան երբևէ վտանգվել ու կասկածի տակ էր դրվել փխրուն խաղաղության հարատևությունը։ Եվ միայն Պաշտպանության բանակի զինվորականության, Արցախյան գոյապայքարի աննկուն վետերանների եւ ողջ հասարակության բանակի կողքին կանգնելու շնորհիվ հնարավոր եղավ բացառելու պատերազմի վերսկսման հավանականությունը։ Անցած բանակային տարվա հաջողված ուղղություններից ես կցանկանայի առանձնացնել հատկապես բանակի եւ արցախազատամարտիկների միջև հաստատված ամուր կապը։ Դրա պատճառն է այն տասնյակ միջոցառումները, որոնք ունեին ինչպես ռազմահայրենասիրական, այնպես էլ պաշտպանական կարևոր նշանակություն։ Մասնավորապես ես կցանկանայի նշել տարվա ընթացքում առաջնային գծում ստեղծված լարվածության ժամանակ երկվա պատերազմի մասնակիցների դրսևորված ակտիվ դիրքորոշումը, ինչպես տարեսկզբին, այնպես է հուլիս-օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ հակառակորդը փորձեց ագրեսիվ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, հայրավոր ազատամարտիկներ առանց որևէ մի կոչի կամավորը մեկնեցին դիրքեր եւ պաշտպանեցին մի երկրի սահմանները։ Սա իրոք բանակ հասարակություն ամուր կապի մասին վկայող անլավագույն օրինակներից է, որը գործնականում ցուցադրեցին մեր երեկվա պատերազմի մասնակիցները։ Վերջում օգտվելու առիթից ես կցանկանայի շնորհավորել մեր բանակի ազնագազմին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին եւ ոչ հայ ժողովրդին 2015 թվականի տարեմուտի առիթով եւ բոլորին մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Հուլիս-օգոստոսյան դեպքերից Պաշտպանության բանակի հրամանատարությունը դուրս եկավ առավել իմաստնացած ու շրջահայաց, հեռատես ու նախաձեռնողական, իսկ անձնակազմը բազմակի արիացած ու լեցուն, հակառակորդին բոլոր դեպքերում պարտության մատնելու վճռականությամբ, հերոսության եւ հայրենասիրության մասին վերացական պատկերացումները փոխարինած գործնական անելիքների տեսլականով եւ պատրաստակամությամբ։ Սահմանային լարվածության օրերին Պաշտպանության բանակը պատվով հաղթահարեց հրադադարի հաստատումից հետո թերևս ամենալուրջ իր հասունության ու կազմակերպվածության մասին վկայող քննությունը։ Պաշտպանության բանակում մարտական պատրաստության բարձր մակարդակի եւ անձնակազմի արհեստավարժության մասին վկայող մեկ փաստ եւս, որը ստիպեց հայոց զինված ուժերի մասին խոսել միջազգային հարթակներում։
Ռուսաստանի Դաշնության Ալաբինո զորավարժարանում կայացած տանկային երկամարտի աշխարհի անդրանիկ առաջնության ընթացքում Պաշտպանության բանակը ներկայացնող տանկային անձնակազմերը առաջ անցնելով աշխարհի գերհզոր բազմաթիվ պետություններ ներկայացնող տանկիստներից զբաղեցրին երկրորդ պատվավոր հորիզոնականը, բազմապատկելով հուլիս-օգոստոսյան դեպքերից հետո առաջացած համազգային հպարտությունն ու ոգևորությունը։ Ամանորը իրենից ներկայացնում է ինչ-որ մի հատ հեքիաթային տոն եւ որպեսզի այդ հեքիաթային եղձերը, երազանքները բոլորիս իրականություն դառնան։ Պաշտպանության բանակը մշտապես կանգուն է, մշտապես աչալուրջ է զգոն է եւ պատրաստ է իր խնդիրը կատարելու, որպեսզի հայ ժողովուրդը ապրի խաղաղ երկնքի տակ։ Ամենալավն ու բային եմ ցանկանում մեր հայազգին, թող անամպ երկիր ունի, խաղաղություն եւ հայազգը միշտ թող իմանա, որ մենք կանք, առաջնագծում ենք, միշտ պատրաստ ենք մեր հայազգի անվտանգությունը պահպանելու համար։ Ինչպես բանակային յուրաքանչյուր տարի 2014-ը եւս աչքի ընկավ հրամանատարաշտաբային, օպերատիվ եւ մարտավարական տարաբնույթ զորախաղերով ու վարժանքներով, որոնցից խոշորագույնը եւ հայոց զինված ուժերի պատմության մեջ աննախադեպը միասնություն 2014 օպերատիվ մարտավարական զորավարժություններն էին։ Դրանք միտված լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի բարձրացմանը արձանագրեցին հերթական հաստատուն քայլը հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Բացի խոշորամասշտաբ նման միջոցառումներից զորավարժություններ են անցկացրել Պաշտպանության բանակի գրեթե բոլոր միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների հետ, որոնց արդյունքում յուրաքանչյուր սպա, պայմանագրային եւ ժամկետային զինծառայող իր պարտականությունների կատարման մեջ դարձել է շատ ավելի արհեստավարժ, ձեռք բերել դաշտային վարժվածություն, կայունացել բարոյահոգեբանական առումով եւ ֆիզիկապես։ Զորավարժությունների, դաշտային ելքերի, ճամփարային հավաքների եւ ուսումնավարժական ամենատարբեր միջոցառումների արդյունքում շտաբները, ղեկավարման եւ ապահովման մարմինները դարձել են առավել կազմակերպված, ձեռք բերել նոր ունակություններ ժամանակակից համազորային մարտի պլանավորման եւ վարման առումով։ Զորատեսակները, բաժիններն ու ծառայությունները սովորել են գործել մի քանի անգամ ավելի ներդաշնակված եւ փոխգործակցված, ձեռք բերել փորձառություն համատեղ ուժերով հաջողության հասնելու առումով։ Եվ 2014 թվականը ընթացել է բավականին լարված ու հագեցված միջոցառումներով։ Պլանային բոլոր միջոցառումները ըստ ժամկետների կազմակերպված եւ բարձր որակով իրականացվել են։ Հունվար-փետրվար եւ առավելապես հուլիս-օգոստոս ամիսներին լարվածությունը առաջնագծում հակառակորդի իրականացված դիվերսիոն գործողությունների արդյունքում հասել է իր կիզակետին։ Բանակը, ինչպես նախորդ տարիներին, 2014 թվականին նույնպես առաջնագծում եղել է պարտադրողի դերում։ 2014 թվականին ունեցել ենք նաև մեծ ձեռքբերումներ շտաբների պատրաստության գործում, որին նպաստել են բանակում իրականացված շտաբային, հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Իսկ դրա կուլմինացիան նոյեմբեր ամսում իրականացված օպերատիվ մարտավարական զորավարժությունն էր, որը աննախադեպն էր թե մասշտաբով, թե զորքերի, թե տեխնիկայի ընդգրկմամբ, որի ժամանակ իրականացված խուսավարումները 100-ից ավելի ստորաբաժանումների զորամաս գումարտակ վաշտ մարտկոց ուղակի ընդգրկմամբ էր։ Նշանակալի առաջընթաց է ունեցել նաև մարտական հերթապահությունում։ Բանակի հրամանատարության կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ առավել արդյունավետ է դարձել մարտական հերթապահության կրման եղանակներն ու ձևերը։ Կատարելագործվել են մարտական հերթապահության բոլոր դիրքերը։ Այսօր դիրքերի ինժեներական կառավարվածությունը թույլ է տալիս մարտական հերթապահությունը իրականացնել առավել բարձր որակով։ Չնայած այս ձեռքբերումներին ունեցել ենք նաև բացթողումներ, թերություններ, որոնց ուղղությամբ արդեն իսկ սկսված է համապատասխան միջոցառումների իրականացում, որը թույլ կտա մեզ միանշանակ 2015 թվականին ունենալ ավելի մեծ հաջողություններ, քան 14 թվականին։ Ավարտելով խոսքս, ուզում եմ շնորհավորել ոչ հայության ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ցանկանալ հաջողություններ, ձեռքբերումներ բոլորի ընտանիքներում։ Շնորհավորում ենք բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը,
կամենում ենք բոլորին հանգիստ եւ ուրախ տրամադրությամբ անցկացնեն իրենց նոր տարին։ Առաջնահերթ կշնորհավորեմ բոլոր առաջնակցում գտնվող զինծառայողների ամանորը, Սուրբ Ծնունդը, շնորհավորեմ մեր հայրենակիցներին եւ բոլոր հայ ժողովրդին, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Զորավարժարաններում եւ առաջնագծում արձանագրված հաջողություններին հնարավոր չէր լինի հասնել, եթե զորքերում մարտական պատրաստության գործընթացը չգտնվեր կայուն հիմքերի վրա։ Կարևորելով պատրաստության պլանով նախատեսված յուրաքանչյուր առարկա եւ առանձին պարապմունք ոլորտի պատասխանատունների կողմից 2014 թվականի ընթացքում խնդիր էր դրվել շարունակելով բանակում ձևավորված լավագույն ավանդույթները, հասնել անձնակազմի մոտ համակողմանի տեսական ու գործնական իմացությունների ձևավորմանն ու զարգացմանը։ Ընդ որում աշխատանքներ են տարվել ինչպես ստորաբաժանումների, այնպես էլ զինծառայողների անհատական պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Բնակավարում իրականացված աշխատանքները բացի զորավարժություններից եւ մարտական հերթապահությունից արտացոլվել են նաև տեսչական, հսկողական ամփոփիչ եւ այլ բնույթի ստուգումների ժամանակ, որոնց ընդգրկվել են բանակի բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները, վաստակելով միայն դրական գնահատականներ եւ ապացուցելով, որ բանակի ուսումնական ծրագիրը իրացում է լրիվությամբ եւ ամբողջ ծավալով։ Գտնում եմ, որ տարին իր միջոցառումներով բազմաբովանդակ էր, իրականացվել են բազմապիսի ուսումնական ծրագրով նախատեսված եւ պահի պահանջներով առաջացած խնդիրների իրականացման համար բազմաթիվ միջոցառումներ, որոնք գտնում եմ իրենց նպատակին հասել են։ Տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրներ առաջադրել է մեզ հակառակորդը, պարտադրել է, որ մենք այդ ուղղությամբ ավելի զարգացնենք մեր գիտելիքներն ու կարողությունները եւ բոլորին է հայտնի, թե տարին այս տեսանկյունից ինչքան լուրջ փորձությունների տարի էր հանդիսանում։ Մեր զորքը ընդհանուր առմամբ պատվով է դուրս եկել այդ բոլոր փորձություններից, պարտադրելով հակառակորդին մեկ անգամ եւս գիտակցելու իր անելիքները եւ որ նա գործ ունի ոչ թե իր ստորաբաժանումների մակարդակին ստորաբաժանումների եւ զորամասերի հետ, այլ ունի արհեստավարժ ու իրենց գործի իմացող, իրենց գործին առավել պատրաստ ստորաբաժանումների եւ զորամասերի հետ։ Նրանց պարտադրել ենք կատարելու այն բոլոր պայմանագրային դրույթները, որոնք նախանշվել էին հրադադարի ռեժիմի հաստատման օրվանից։ Ես գտնում եմ, որ ինչպես նախորդ տարիներին 2015 թվականին էլ մեր ստորաբաժանումները զորամասերը ավելի կկատարելագործեն իրենց կարողությունները, ուսումնական process-ը առավել բարձր մակարդակի կկազմակերպվի եւ նպատակաուղղված լինի մեր սահմանների անառիկության, մեր երկրի խաղաղության, մեր ժողովրդի բարօրությունը բազմապատկելու, պահպանելու ուղղությամբ։ Շնորհավորում եմ բոլոր հայ ժողովրդի ամանորն ու Սուրբ Ծնունդը, թող իրանք հանգիստ լինեն, որ առաջնագծում կանգնած են ամուր եւ ուժեղ տղեկ եւ հակառակորդի հակարձակման դեպքում կարողանալու են հակառակված տալ եւ գլուխները ջարդել։ Ուզում եմ բոլոր մայրերը համոզված լինեն, որ մենք առաջին գծում խրոխտ կանգնած ենք եւ յուրաքանչյուր րոպե պատրաստ ենք հակառակորդի վերջ տալու, այսպես ասած, ջախջախելու նրան։ Շնորհավորում եմ բոլորիս, թող մեր բանակը լինի հզոր, ամուր։ Այսօր հնարավորություն չէինք ունենա խոսելու մարտական պատրաստության եւ մարտական հերթապահության, բանակային կյանքի այս կամ այն բնակավարում արձանագրված որևէ լուրջ հաջողության կամ հաղթանակի մասին, եթե չունենայինք նշված ձեռքբերումներն ամեն գնով կենսագործելու պատրաստ անձնակազմ։ Իսկ այդպիսի անձնակազմ ձևավորվում է բարոյահոգեբանական ապահովման համալիր ծրագրային գործընթացների արդյունքում։ Բազմաթիվ եւ բազմաբնույթ են այն միջոցառումները, որոնք միտված են նշված նպատակի կենսագործմանը։ 2014 թվականի ընթացքում շարունակվեցին գործել եւ առավել կազմակերպվածությունով ընթանալ նախկինում բանակի ղեկավարության կողմից հաստատված նորակոչիկ զինծառայողների եւ նորավարտ սպաների ընդունելության եւ հարմարման
Ժամկետային զինվորների ծնողների իրենց զավակներին տեսակցելու վերաբերյալ կանոնակարգերը, հաշվետու ժամանակահատվածում սկիզբ դրվեց եւ տարածում գտած ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսեւորված զինծառայողների մասնակցությամբ բանակը մեր տունն է խորագրով անցկացող հանդիպումները Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում եւ Երևանի համայնքներում։ Այսպիսի հանդիպումները, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարությունը, զինվորների ծնողները, ազատամարտիկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուղեկցում էին պարգևատրման արարողություններով եւ մեծ ողջավորություն առաջացնում բոլորի մոտ։ Նոր հիմքերի վրա դրվեցին Արցախյան գոյապայքարի հերոս նահատակների եւ մեր կողքին ապրող նվիրյալ հայրենիների մեծարման միջոցառումները։ Աշխուժացավ մշակութաժամանցային կյանքը, առավել կազմակերպված բնույթ ստացավ անձնակազմի հոգեվոր դաստիարակությունը, ակտիվացան բանակացարակություն, բանակ դպրոց փոխադարձ կապերի ամրապնդմանը նվիրված միջոցառումները։ Մեկնարկեց եւ պետք է շարունակվի ազգային բանակի ավանդույթների ձևավորման եւ զորքերում ազգային գաղափարախոսության ներդրման գործընթացը։ Ձեռնարկված հետևողական քայլերի արդյունքում զգալիորեն կրճատվել են կարգապահական խախտումների եւ դրանցից ծնվող անցանկալի դեպքերի քանակը, բարելավվել միջազգային փոխհարաբերությունները, ամրապնդվել զինվորական կոլեկտիվները։ Տարին առանձնահատուկ է ազնագազմի բարձր բարոյական վիճակի բարելավման տեսակետից եւ ուզում եմ առանձնացնել առաջնագծում մեր զինվորների դրսևորած մարտական եւ բարոյական բարձր պատրաստվածությունը հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողությունների հետ մոման ժամանակ։ Կազմակերպել են նաեւ միջոցառումներ հոգեվոր դաստիարակության ամրապնդման ուղղությամբ։ Այսօր մենք առաջնագծում բոլոր դիրքերում ունենք հոգեվոր անկյուններ։ Եվ օրեցօր բարձրանում է մեր բանակի հոգեվոր սպասավորների դերը։ Կազմակերպվել է համալիր միջոցառումներ բանակ հասարակության կապի ամրապնդման ուղղությամբ։ Եվ որպես նորույթ ուզում եմ նշել, որ այս տարի կազմակերպել է Պաշտպանության բանակի լավագույն զինծառայողների հանդիպումները իրենց ծնողների հետ, իրենց իսկ հայրենիքում, եւ բոլոր ծնողները շնորհակալագրեր են ստացել Պաշտպանության բանակի հրամանատարից։ Լավ, արժանի զինվոր դաստիարակելու համար։ Եվ այս ամենի փաստացի արդյունքը այն է, որ մենք ունենք կտրուկ նվազում միջազգային հարաբերությունների հիմքով արտակարգ դեպքերի եւ պատահարների։ Եվ ասեմ, որ ուզում եմ նշել, որ նման միջոցառումները 2015 թվականին կրելու է շարունակական բնույթ։ Ձգտելու ենք եւ պիտի հասնենք, որպեսզի բանակը լինի առանց արտակարգ պատահարների մի կառույց։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ իմ հայրենակիցներին շնորհավորել Սուրբ Ծննդի եւ Ամանորի կապակցությամբ։ Կյանքս հայրենիքիս, իմ հզոր ժողովրդիս, Արարատ լեռը սուրբ, պահապան մեզ լինի, թող Աստված մեզ օրհնի, հույս հավատ մեզ շնորհի, զինվորին ուժ, հայրերին հույս պարգևի, զինվորին ուժ, հայրերին հույս պարգևի։ Իմ ազատ Հայաստան, իմաստուն իմ հայրենիք, որդիներդ անհաշտ, քո
Տարվա ընթացքում շարունակվեց Պաշտպանության բանակի ռազմատեխնիկական վերազինման, նորացման եւ արկա միջոցների արդիականացման գործընթացը։ Նոր հիմքերի վրա դրվեցին ռազմական տեխնիկայի եւ սպառազինության սպասարկման ու շահագործման, ոլորտի մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման, վերանորոգման եւ վերականգնողական միջոցառումների արդյունավետության աստիճանը։ Մեկնարկեցին գործընթացներ անձնակազմի շրջանում կցագրված զենքի նկատմամբ առավել գիտակցական վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ։ Ստեղծվեցին նոր ստորաբաժանումներ, որոնք սերմ ժամկետներում մտցվեցին զորքերի մարտական հաշվարկի մեջ եւ հաջողությամբ կիրառվեցին զորավարժությունների ժամանակ։ Համաբանակային նշանակության ամենատարբեր միջոցառումների արդյունքում, որոնց ընդգրկվեցին աննախադեպ քանակությամբ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, բարձրորոշվեց, որ բանակի այս բնագավառը եւս գործում է անխափան եւ կարող է համարժեք դրսեւորվել նաեւ հավանական պատերազմի դեպքում։ В 2014 год был успешным для армии с точки зрения пополнения вооружением и военной техникой, и также соответствия этих приобретений нашим географическим условиям. Лучшим доказательством этого является эффективное использование вооружения и техники во время учебных занятий, особенно во время оперативно-тактических учений. Исходя из всего этого, я хотел бы особенно подчеркнуть всех тех, кто прямо или косвенно принимал участие в техническом обеспечении армии и правильно организовывал эксплуатацию и обслуживание военной техники. В канун Нового года хочу всех заверить, что наши будущие действия также будут направлены на процесс создания мощной и боеспособной армии. С наступающим Новым годом и с Рождеством всех! Ընկերասեր ենք դարել, դիմավորել ենք նոր զորակոչ, հասցրել ենք ընկերանալ արդեն, շատ հոյակապ տղեկ են, հույսով եմ նոր ընկերների հետ այս տարի մենք նոր ձևի կսկսենք մեր ծառայությունը թե զորամասում, թե մարտական հերթապահության։ Այս փուլում ամեն ինչ կատարվել է գերազանց, ունեցել ենք միանշանակ աճ, հաջողություններ։ Մենք ամեն ինչ փորձել ենք անել, որպեսզի ամեն ինչ հաջող ստացվի եւ դա մեր մոտ իրականացել է։ 15 թվականը միանշանակ լինելու է առաջխաղացման տարի, ունենալու ենք բազմապիսի հաջողություններ։ Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպական նոր աստիճանի հասավ զորքերի կարևորագույն սնուցող երակը՝ թիկունքային ծառայությունը։ Անձնակազմի սնունդ եւ հանդերձավորում, վառելիքակսուկային եւ հարակից ապահովման հարցեր, հակահրդեհային անվտանգություն եւ անխափան մատակարարում, աշխարհագրական բոլոր գոտիներում, եղանակային ցանկացած պայմաններում եւ կամայական իրավիճակում։ Նշված ոլորտները, ինչպես նախորդ տարիներին, 2014 թվականի ընթացքում եղել են ոլորտի ղեկավարության հոգացության կարևորագույն առարկաները եւ նշված ուղղություններով իրականացված գործընթացները տվել են իրենց ցանկալի արդյունքները։ Թիկունքային ապահովման 2014 թվականի գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել զորքերի լրիվությամբ, ըստ բավարարման նորմերի, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովումը։ Այսինքն տարվա ընթացքում ժամանակին ու անխափան են իրականացվել արտբերումների պլանային բոլոր աշխատանքները, բեռնափոխադրումները, տարահանման խնդիրները։ Մշտապես զորքերը ապահովել են անհրաժեշտ քանակի վառելիքով, 28-երով, սննդի առումով ընդհանրապես խնդիրներ չենք ունեցել, զինվորը միշտ եղել է կուշտ, արտաքինը պատշաճ կերպով հանդերձավորված։ Զինազնակազմի համար ստեղծվել են անհրաժեշտ նյութակենցաղային պայմաններ։ Շահագործման են հանձնվել մի շարք կենցաղային ոլորտի շենքշինություններ, օբյեկտներ, այդ թվում նաև նորակառույց ճաշարաններ։ Իսկ 2015 թվականին կարող եմ վստահորեն ասել, որ մեր հաջողությունները լինելու են շարունակական։ Այսինքն արդեն անցնելու ենք որակական կողմի մակարդակի բարձրացմանը։ Շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, մաղթում եմ ձեզ հաջողություններ, թող որ ձեր ընտանիքներում միշտ իշխեն սերն ու խաղաղությունը, իսկ սեղանները լինեն միշտ առատ։ Ես կուզենամ ամանորի կապակցությամբ շնորհավորեմ բոլոր զինծառայողների ընտանիքներին,
ամենալավ նրանց ամենակարևորը համբերություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք։ Նույնն էլ մեր սպայական անձնակազմին։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մաղթում եմ մեր զինծառայողներին այնքան հաստատուն կամք, որ նրանք կարողանան բոլոր դժվարությունները հաղթահարեն, այնքան կամք, որ նրանց համար այդ փոքրիկ դժվարություններն էլ թշնի փետրուց էլ թեթև լինեն։ 2014 թվականին էականորեն բարելավվել է նաև անձնակազմի ծառայողական եւ սոցիալ-կենցաղային պայմանները, բարձրացվել է վերջինների սոցիալական ապահովվածության մակարդակը։ Լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել ու վերանորոգվել են զորանոցներ, շարահրապարակներ եւ ուսումնական տարբեր օբյեկտներ, հոսպիտալներ եւ տարբեր նշանակության բուժ հաստատություններ, զինապահեսներ եւ առհասարակ զորքերի կենսագործունեության առնչվող տարաբնույթ կառույցներ։ Շարունակվել է սպայակազմի բնակարանային ապահովումը, սակայն ոլորտում դեռևս կան բավականաչափ անելիքներ, որոնք կշարունակվեն կենսագործվել հետագա տարիներին։ 15 թվականին, որպեսզի սահմանները լինեն ավելի անառիկ, ավելի ամուր, զինվորները գալիք մեր երիտասարդ զինվորները գիտակցեն, որ ավելի ու ավելի պետք է ամրապնդեն սահայոց սահմանը, որպեսզի թշնամուն հասկացնենք, թե որքան զորեղ ենք մենք եւ մեր բոլոր զինվորներին առողջություն նույնպես եւ համբերություն։ 2014 թվականին մենք բանակում նոր ձեռքբերումներ ունեցանք եւ համոզված եմ, որ 2015 թվականին այդ հաջողությունները ավելի կկատարելագործեն։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել ամբողջ հայ ազգի ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ վստահեցնում եմ նրանց, որ նրանք կարող են հանգիստ ամանորյա տոներ անցկացնել, քանի որ մենք գտնվում ենք բանակում այստեղ նրանց թիկունքում։ Նոր տարում ցանկանում եմ բոլորին հաղթանակներ, ջերմություն, բոլորին ընտանեկան սեր, ժպիտ, ցանկանում եմ մեր ազգը վերջին 20-ամյակում բավականին տառապած է, ցանկանում եմ մեր ազգին միայն ուրախություն, մեր հայ ընտանիքները հղի լինեն ցնծությամբ, ուրախությամբ, լույսերով, սեր, լիքը նոր մանկան ճիչեր հայ ընտանիքներում։ Սա ընդամենը համառոտ ակնարկ եւ թռուցիկ հետադարձ հայացք էր այն գործընթացներին եւ զարգացումներին, որոնք տեղի էին գտել բանակում 2014 թվականի ընթացքում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի հարուստ էր, բազմաբովանդակ եւ ընդգրկուն։ Հագեցած լինելով բազում նվաճումներով եւ սայթաքումներով, տարին իր հետ բերեց հայ զինվորականի մտքի հասունության նոր մակարդակ, նոր փորձ ու դասեր, նոր նպատակներ ու խնդիրներ։ Ինչ անակնկալներ է նախապատրաստել մեզ համար 2015 թվականը։ Ինչ մարտահրավերներ ու փորձություններ են վիճակված մեզ հաղթահարելու նոր տարում եւ ինչ հանգրվանի է մեզ հասցնելու այն։ Այս հարցերի պատասխանները գոնե բանակում առավել քան հստակ են։ Այս առումով զինված ուժերում պատրանքներ չկան, քանի որ մեզանում նպատակները ենթադրում են կոնկրետ անելիքներ, երազանքները ծրագրային գործողություններ, հույսերն ու լավատեսությունը մարմնավորվում ամենօրյա քրտնաջան աշխատանքով։ Իսկ մեզ մնում է եւս մեկ անգամ մաղթել մեր զինծառայողների եւ հասարակությանը այն լավագույնը, ինչին նա իրոք արժանի է, եւ բանակի հրամանատարության ու ողջ անձնակազմի անունից վստահեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը այսուհետ եւս կանի իրենից կախված ամեն ինչ ամանորյա բոլոր մաղթանքները իրականություն դարձնելու համար։ Հարգելի հայրենակիցներ, զինծառայողներ, ազատամարտիկներ, զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներ, ավարտվեց 2014 թվականը եւ մեզ համար նա եղավ խաղաղության եւս մեկ տարի։ Ցավոք այս տարին այս խաղաղությունը նվաճվեց բազմաթիվ մեր զինծառայողների քրտնաջան աշխատանքի, նաև իրենց կյանքի շնորհիվ։ Ես ուզում եմ 2015 թվականը, որպեսզի մեր ժողովրդի համար լինեն ևս խաղաղության տարի, եւ կարծում եմ բանակը ի վիճակի է լինելու այդ խաղաղությունը ապահովել մեր ժողովրդի համար, եւ որպես մարդ ուզում եմ ցանկանալ մեր բոլոր զինծառայողներին, հասարակության բոլոր անդամներին, որպեսզի 2015 թվականը բոլորիս ընտանիքներում լինի խաղաղություն եւ բարեկեցություն։ Օրնի բնդվում է ինքարին նոր կարայ
շինարար Նոր գարուն իր հետ բերում է ցանկնողարը Վերանում է հայ մշակարդար Պետք է իմանամ արուտ մի գիրն ու տարը Որ ապրի հայ միտքը տարեդար Մեր սրտերը միշտ ամուր է, դուր է Մեր թրերը միշտ ամուր է, ծուր է Եվ որ իմանան բոլորը Վերանում է հայկական բանը Հայ հազարամյա մեր պատմության տապանը Մեզ տարուբերել է աշխարհով Եթե մեզ կանչում մեր հարազատ տոնանը Միշտ հավատարիմ իր կարոտով